երեխայի կրթության համար պատասխանատու է ծնողը եւ ոչ երբեք ուսուցիչը։ Եթե մենք զգում ենք պակաս, այսինքն զգում ենք, որ կարող ենք ավելին անել, քան հիմա անում ենք, հենց հանրակրթության ոլորտում հայտնվելը կարող է լինել այդ ավելին։ Այսինքն տղամարդիկ ոչ միայն պիտի մտնեն դպրոց որպես մանկավարժ, այլ նաև մասնակցեն իրենց երեխաների կրթությանը։ Որպես ծնող պետք է մտնեն իրենց երեխաների կյանքի, եթե մի քիչ կոպիտ ձևակերպենք, դատաստանման արդյունքից կախված է իրենք կարողանալու են շարունակել աշխատել դպրոցում, թե դուրս են մնալու դպրոցից, այսինքն զրկվելու են իրենց ընտանիքի միակ եկամուտի աղբյուրից։ Այս առումով ինձ թվում է գնահատման մեթոդաբանությունը մի քիչ երկրորդային խնդիր է, առաջնային խնդիրը դրա նկատմամբ վերաբերմունքն է։ Երբ որ մենք գործ ունենք դեռահասների թմրանյութ օգտագործելու հետ, այդ որևէ ձև չի կարելի արդարացնել պետությանը, որ չի կարողանում վերահասկել։ Պետք է վերահասկի։ Արդյոք հիմա ուսուցիչը օրինակելի կերպարա որպես ընկալվում, ինչքան էլ որ լավն են մեր ուսուցիչները, նվիրյալ են, բայց արդյոք աշակերտները փորձում են իրենց նմանվել։ Արդյոք կուզենային աշակերտները լինել այդ ուսուցչի փոխարեն։ Ողջունում եմ ձեզ Լուսար փոդքասթում, ես Տիգրան Արեգունին եմ։ Այսօր կզրուցենք կրթության մասին եւ մասնավորապես կանդրադառնանք ուսուցիչների խնդիրներին։ Երկար ժամանակ մտածում էի ուսուցիչների խնդիրների համար փորձագետներից մեկին հրավիրել, բայց հետո հասկացա, որ փորձագետներին տարբեր տեղեր հրավիրում են, այդ թվում մենք էլ ենք տարբեր առիթներով հրավիրել եւ այս խնդրին նաեւ անդրադարձել։ Ու որոշեցի, այսպես ասած, դաշտային պայմաններում աշխատող ուսուցիչներից մեկին հրավիրել եւ այսօր մեր հյուրն է Հովսեփ Խաչատրյանը, ով երկար տարիներ աշխատել է որպես ֆինանսիստ, նաեւ 3 տարվա ծրագրավորման փորձ ունի եւ արդեն 2 տարի է հանրակրթական դպրոցում է։ Դասավանդիր Հայաստան ծրագրով աշխատում է Ստեփանավանի թիվ 2 դպրոցի մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայի ուսուցիչ։ Բարև Հովսեփ ջան։ Ողջույն, շատ լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Մենք որպես առաջին հարց ավանդական հարց ունենք ու այդ ավանդույցից ելնելով հետեւյալ հարցը տամ քեզ։ Եթե կարելի է ուսուցչին տենց կոչել լուսարար, քանի որ մեր ոդքասթն է լուսարար է, որ այն 3 առանցքային բաղադրիչները կթվարկես, որոնք անհրաժեշտ են ուսուցչի համար, որ ուսուցիչը համարվի լինի լուսարար ուսուցիչ։ Կարծում եմ առաջին ամենակարևոր կետը, որ կառանձնացնեմ, այդ կլինի այն, որ արդարամիտ պետք է լինի ուսուցիչը, եւ երկրորդը կարծում եմ ոգեշնչող պետք է լինի, եւ երրորդը մարդ պետք է լինի այդ ամենապարզ իմաստով, այսինքն իրական պետք է լինի աշակերտի տեսանկյունից։ Իրական լինի։ Շատ լավ։ Հովսեփ ջան, դու որպես ուսուցիչ աշխատում ես 2 տարի եւ այլ ոլորտից ես գնացել հանրակրթության ոլորտ, ուզում եմ մի քիչ դրա մասին խոսես, ինչպես դու հայտնվեցիր այդ ոլորտում եւ ինչպես է այդ հարցը այս պահին, այսինքն այլ ոլորտի մասնագետների հոսք կա, չկա, ինչքանով է ճիշտ կազմակերպված եւ այլն, այս խնդրին մի հատ անդրադառնանք։ Ես 2 տարի առաջ դիմեցի դասավանդիր Հանուն Հայաստանի կրթական հիմնադրամին, առանձին հոսք ունեն իրենք թեք ոլորտում աշխատող մարդկանց համար, տեխնոլոգիական ոլորտի մարդկանց համար եւ առաջարկում են հիմնական աշխատանքին զուգահեռ փոքր ծանրաբեռնվածությամբ դասավանդել նաեւ դպրոցում ԲՏՃՄ ուղղվածության առարկաներ հիմնականում, քանի որ մեր դպրոցներում թափուր հաստիկների մեծ մասը հենց այդ ուղղվածությամբ քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա, թվային գրագիտություն այդ առարկաների մասով են եւ հայտնվեցի դպրոցում ի վերջո Ստեփանավանում հայտնվեցի եւ ինձ համար իրականում շատ լավ փորձառություն էր ու ամեն ինչ նոր էր այն տեսանկյունից, որ ես վերջին անգամ 2008 թվին է եղել դպրոցում, իսկ հանրակրթական դպրոցում 2003-ին է եղել, ֆիզմաթում եմ ավարտել ի վերջո ուսումս ու ինձ համար շատ շոկային էր իրականում ամենասկզբում, քանի որ ընդհանրապես չէի պատկերացնում ինչ է տիրում այս պահին մեր կրթական ոլորտում, իսկ ընդհանուր առմամբ եթե նայենք հոսքի տեսանկյունից
հենց Tech for Armenia հոսքի միջոցով ինձ հետ եւս 3 մասնակիցներ էին ընտրվել, ովքեր նույնպես դասավանդել են դպրոցում, եւ ուզում եմ հատուկ շեշտել, որ մեր պայմանագիրը 1+1 տարով էր, այսինքն առաջին տարվանից հետո կարող ենք չշարունակել, բայց ուրախությամբ ուզում եմ նշել, որ 4 ցել շարունակել ենք երկրորդ տարում եւ նաեւ այլ ավելի մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ 4 ցել շարունակելու ենք դասավանդել հանրակրթական դպրոցներում եւ մեր հաջորդ տարին արդեն 10-ից ավել մասնակիցներ եղան, ովքեր միացան այդ հոսքին, այսինքն տեխնոլոգիական ոլորտից դեպի հանրակրթության ոլորտ ոչ թե տեղափոխվեցին, այլ զուգահեռ, այո։ Եվ այս տարի արդեն այլ ավելի շատ մասնակիցներ կան, ես թիվ չեմ կարող նշել, քանի որ դեռ ընթացքի մեջ է այդ ամեն ինչը, բայց ես շատ ողջևորվում ու ուրախանում եմ այդ առումով, որ հենց տեխնոլոգիական ոլորտի մարդիկ են հայտնվում դպրոցում, այդ այն տեսանկյունից եմ դրական համարում, որ հիմնականում տեխնոլոգիական ոլորտի մարդիկ շատ ավելի լայն մտահորիզոն ունեն, շատ ավելի տարբեր թեմաների են առնչվել, այսպես ասած, եւ համ աշակերտներին ուղղորդելու տեսանկյունից, համ աշակերտների մտահորիզոնը լայնացնելու տեսանկյունից կարծում եմ, որ շատ կարևոր է, որ հենց տեխնոլոգիական ոլորտից մարդիկ ձգտեն տեղափոխվել հանրակրթության ոլորտ, շատ քիչ է իհարկե այն տենդենսը, որ հիմա կա, բայց հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում ներհոսքը դեպի հանրակրթության ոլորտ կավելանա եւ մենք կունենանք այլ ավելի բազմազան ուսուցիչներ, քան հիմա ունենք։ Որն է այն մոտիվացնող կետը, որ տարբեր ոլորտների մասնագետների կարա դրթի, որ զուգահեռ դասավանդեն դպրոցում, իրենց աշխատանքին զուգահեռ։ Իրականում զուգահեռ դասավանդելը հատկապես ընտանիք ամուսնացած եւ ընտանիք ունեցող մարդկանց դեպքում չափից դուրս բարդ է։ Այդ տեսանկյունից համատեղելը կարծում եմ, որ շատ ավելի հարմար է այն մարդկանց, ովքեր որ ուղղակի նվիրյալներ են, իրենք ուղղակի ուզում են ինչ-որ մի բան անել հայրենիքի համար, չգիտեմ, երկրի համար, պետության համար, երեխեքի համար ու կարծում եմ, որ այտենց շատ արդյունավետ կարող է լինել, իսկ ինչ վերաբերում է ոնց էր հարցը մոռացա այս ընթացքում։ Ինչն է մոտիվացնում։ Հիմնական մոտիվացնող ուժը կարծում եմ հենց ինչ որ մի բան անելն է, այսինքն ես համարում եմ, որ եթե մենք աշխատում ենք ամենքս մեր ոլորտում ու անում ենք ինչ որ մի բան, եթե մենք զգում ենք պակաս, այսինքն զգում ենք, որ կարող ենք ավելին անել, քան հիմա անում ենք, հենց հանրակրթության ոլորտում հայտնվելը կարող է լինել այդ ավելին եւ կարող է ոչ միայն լավ փորձառություն լինել, այլ նաեւ այդ բավարարվածության զգացումը բերել, որը որ, չգիտեմ, աշակերտների ժպիտների տեսքով, փոքրիկ հաջողությունների տեսքով շատ մոտիվացնող է։ Այդ նվիրյալների տոկոսը, ինչքան որ ես առնչվել եմ, ինչքան որ նաեւ, ասենք, տարբեր հասարակագիտական սոցիոլոգներն են ասում, միշտ քիչ է լինում։ Այսինքն այդ բավարար չի, կարծում եմ այդ մոտիվացիան բավարար չի, որ համակարգային լուծվի խնդիրը, ինչ ես կարծում, ինչա պետք անել, որպեսզի համակարգային ձևով տարբեր ոլորտների մասնագետներին խթանել, որպեսզի իրանք ուզենան գան կրթական ոլորտ։ Կարծում եմ ամենակարևոր բանը այն է, որ պետք է ավելի գրավիչ դարձնել ուսուցչի մասնագիտությունը, իսկ այդ գրավիչ դարձնելը մի քանի կոմպոնենտ է իրանից ենթադրում, առաջինը ֆինանսական կտորն է, ոչ մեկի համար գաղտնիք չի, որ այսօր ամենայն հարգանքով, բայց շինարարության բանվորը ավելին է վաստակում, քան հանրակրթական դպրոցում աշխատող ուսուցիչը, բայց կարծում եմ այդ միակ խնդիրը չի, նաև մենք խնդիր ունենք լայն հասարակության համար ավելի ընկալելի դարձնելու ուսուցչի կերպարը, այսինքն այս բանին համարում եմ, որ ուսուցիչները շատ խոցելի են։ Ցանկացած խնդրի դեպքում կարելի է կարդալ մեկնաբանություններ, որտեղ հայոյախառն արտահայտություններ ուսուցիչներին, տնօրեններին, չգիտեմ, մանկավարժներին, առանց խորանալու հարցի բունեության մեջ, առանց սպասելու մինչև կպարզվի կոնկրետ դեպքով կամ կոնկրետ խնդրով ով էր պատասխանատու, ում բացթողումներ, այսինքն մենք խնդիր ունենք հասարակության մեջ ուսուցչի դերի գնահատման, հեղինակության նաև, այո։
Ուսուցիչների հեղինակությանը դեռ կանդրադառնանք, ես ուզում եմ մի հատ խոսենք նաև աշխատավարձերից։ Աշխատավարձերը իրոք շատ ցածր են, բայց հիմա իշխանությունը ու իդեմս վարչապետի ասում են, որ ատեստացիաների հնարավորություն կա, աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն կա, սրա մասին խոսանք, բայց միջև ատեստացիաները մի հարց տամ նաև ուսուցիչների աշխատավարձերի ցածր լինելը այսօր նաև խնդիր է այդ ատեստացիաներին նախապատրաստվելու եւ իրենց ընդհանուր առօրյան գործունեությունը կազմակերպելու համար ոչ միայն սոցիալական ընտանեկան խնդիրների նկատի ունեմ, այլ օրինակ հասարակ համակարգիչ ունենալը ուսուցիչը պիտի համապատասխան աշխատավարձ ստանա, որ այդ գործիքը ձեռք բերի, որտեղ այդ իր ամենօրյա աշխատանքային գործիքն է լինելու համակարգիչ եւ նման այլ խնդիրներ կամ նույն վերապատրաստումները իհարկե նաև ասում են որ կա վճար վերապատրաստման տարբերակներ, բայց որակի խնդիր կա եւ որակյալ վերապատրաստումները գումար արժեն ու ուսուցիչները գումար են տալիս այս կամ այն տարբերակով որ վերապատրաստվեն, այսինքն աշխատավարձի ցածր լինելը ի սկզբանե խնդիր է, որպեսզի ուսուցիչը այդ բարիերը կարողանա հաղթահարի ու գնա դեպի ատեստացիա եւ աշխատավարձի բարձրացում, ել չեմ խոսում արդեն խոսենք բովանդակության մասին աշխատավարձերի, այս առումով ինչ մեկնաբանություն կունենաս ու կարծում եմ, որ առաջին հերթին խանգարող հանգամանքը ցածր աշխատավարձի այն տեսանկյունից է, որ ուսուցիչը չի կարողանում կտրվել առօրյա հոգսերից ու մտածմունքներից եւ զբաղվել իր բուն գործունեությամբ։ Այսինքն պատկերացրեք ուսուցիչ, ով որ վաղը չեմ այսօր իր վարկի մարման օրն է, ինքը գիտի, որ այդ վարկը կմարի, բայց չգիտի, թե դրանից հետո մինչև ամսվա վերջ ինչով կկերակրի իր երեխաներին։ Այդ կարող է շատ չգիտեմ, չափազանցություն կարող է թվա մարդկանց, ես ինքս մինչև հանրակրթության ոլորտում աշխատելը եւ առնչվելը այդ ոլորտում աշխատող մարդկանց հետ ահագին կտրված եմ եղել իրականությունից ու չեմ պատկերացրել, թե ինչերի միջով են անցնում ուսուցիչները, հատկապես այն ուսուցիչները, ովքեր որ իրենց ընտանիքի միակ աշխատողն են, եւ այդ տեսանկյունից կարծում եմ, որ ամենամեծ բեռը հենց աշխատանքի վրա կենտրոնանալ չկարողանալն է, այսինքն այն առօրյա խնդիրները, որոնք խանգարում են կենտրոնանալ այդ ամեն ինչի վրա, եւ մի հատ էլ շատ նուրբ խնդիր կա, որին շատ քիչ են անդրադառնում, օրինակ վարորդական իրավունքի վկայական ձեռքբերելիս կարելի է նշել, որ ուզում եք քննությունը հանձնել միայն B կարգի մեքենա վարելու համար եւ ավտոմատ փոխանցման տուփով, ինչը շատ տրամաբանական է։ Իսկ ուսուցիչների դեպքում անկախ նրանից, թե ուսուցիչը հիմնական դպրոցում է դասավանդում, թե ավագ դպրոցում է դասավանդում, թե միջնակարգ դպրոցում է դասավանդում, ատեստավորման կարգը նույն ձև է գործում բոլորի համար։ Այսինքն պատկերացնենք ուսուցիչ, ով որ 20 տարուց ավել աշխատում է դպրոցում, շատ փորձառու, շատ լավ մանկավարժ, բայց հիմնական դպրոցում է աշխատում եւ ավագ դպրոցի կուրսին շատ երկար ժամանակ չի առնչվել։ Եթե մենք պետությունը փորձում է հասկանալ այդ մարդը ինչքանով է տիրապետում այն առարկային, որը որ դասավանդում է, շատ տրամաբանական կլինի, որ մենք ստուգենք իր գիտելիքները այն մասով, որ մասով ինքը պետք է դասավանդի աշակերտներին։ Այսինքն մենք 9-րդ դասարանում դասավանդող ուսուցչին ստուգում ենք իր գիտելիքները 12-րդ դասարանի մակարդակով եւ ասում ենք այ տես դու վատ գիտես այդ առարկան ամբողջ ծավալով այսինքն ամբողջ ծավալով եւ հա այդ կարծում եմ որ ահագին անտրամաբանական է եւ շատ ավելի ճիշտ կլներ որ այդ հենց նույն վարորդական իրավունքի օրինակով հա այդ նույն տրամաբանությամբ օրինակ եթե մարդ ուզում է կամավոր ատեստավորում հանձնել միայն հիմնական դպրոցի կուրսից այդ ատեստավորման արդյունքը, այսինքն այդ բարձրացված աշխատավարձը միայն հիմնական դպրոցի վրա տարածվի։ Եթե ինքը 1 տարուց որոշի տեղափոխվել ավագ դպրոցում դասավանդելու, իր ատեստացիան չգործի, ինչը շատ տրամաբանական կլինի։ Այսինքն համակարգում առնվազն այդ ֆորմատի փոփոխության կարիքը կա։ Ես ինքս տեսնում եմ այդ կարիքը, կարծում եմ, որ այդ շատ մեծ խթան կհանդիսանա, որ այս վերջերս Տիկին Անդրեասյանը թիվ հրապարակեց, ասաց, որ ուսուցիչների 1/3-ը մոտ ատեստավորված է։ Ես կարծում եմ, որ այդ փոփոխության արդյունքում մի քանի տարվա ընթացքում այդ 1/3-ը շատ հեշտ 2/3 կարող է դառնալ կամ նույնիսկ ավելին։
Շատ լավ։ Ամեն դեպքում նախորդ թեմային անդրադառնալով աշխատավարձերի պահով կարող ենք արձանագրել, որ ուսուցիչների աշխատավարձերը գոնե ինչ-որ տոկոսով պիտի այս պահին առանց ոչ մի նախապայմանի բարձրացվի, որպեսզի ուսուցիչը կարողանա կենտրոնանալ եւ իր աշխատանքի վրա եւ կարողանա կենտրոնանալ վերապատրաստումների եւ ատեստացիաների վրա։ Այս իրավիճակում կարծում եմ շատ բարդ է։ Եվ ատեստավորման հետ կապված ատեստավորման բովանդակության մասին ինչ կասես դու, ատեստավորում անցել ես քո գծով եւ ուրիշներից ինչ ես լսել իրենց մասնագիտական գծով բովանդակային առումով։ Ատեստավորման հիմնական խնդիրներից մեկը իմ կարծիքով այն է, որ կախված առարկայից բարդությունները շատ տարբերվում են իրարից, այսինքն հավասար պայմաններ չի ստեղծվում, օրինակ տարական դասարաններում աշխատող դասվարի եւ հենց նույն թվային գրագիտության ուսուցչի համար իմ սուբյեկտիվ կարծիքով հենց թվային գրագիտության առումով շատ ավելի հաղթահարելի է կամավոր ատեստավորման թեստը, քան օրինակ մաթեմատիկայի դեպքում։ Այդ ես համարում եմ, որ անարդար է եւ դրանով պետք է զբաղվեն միջառարկայական մասնագետներ, այսինքն պետք է հատուկ հանձնաժողով լինի, որը որ գնահատի մարդը նույն կարողություններ ունեցող ինֆորմատիկայի ոլորտում եւ նույն կարողություններ ունեցող մաթեմատիկայի ոլորտում արդյոք կարողանա նույնատիպ գնահատական ստանալ ինչ-որ շեղումով այդ ատեստավորումից, թե մի դեպքում կարող է կտրվել ատեստավորման քննությունից, իսկ մյուս դեպքում շատ բարձր միավորներ ստանալ։ Ես ինքս առաջին տարում միայն մաթեմատիկա եմ դասավանդել եւ քանի որ հիմնական դպրոցում էի դասավանդում ու ընդհանրապես չէի առնչվում ավագ դպրոցի կուրսի հետ, ատեստավորման թեստերը աչքի անցկացնելուց հետո հասկացա, որ ես չունեմ այդքան ժամանակ, որպեսզի 2 ամսում սեպտեմբերից մինչև նոյեմբեր կարողանամ բավարար չափով ժամանակ տրամադրել, պատրաստվել, սովորել բաներ, որոնք որ ես էլ վերջին անգամ դպրոցում եմ առնչվելու, դրանից հետո ինձ պետք չեն եկել ու պետք էլ չեն գալու հիմնական դպրոցում, համարեցի, որ կարիք չկա, ոչ թե կարիք չկա, այլ անիմաստ է դրա վրա ժամանակ ու ռեսուրս վատնել։ Չունես դու այդ ժամանակը, ու ռեսուրս։ Այն տեսանկյունից, որ հաջողության հավանականությունը շատ ավելի քիչ էր, քան անհաջողությանը, այսինքն նպատակահարմար չհամարեցի փորձել նույնիսկ։ Իսկ երկրորդ տարում, երբ որ արդեն նաև թվային գրագիտություն էի դասավանդում եւ կարող էի այդ առարկայով հանձնել ատեստավորումը, ես ատեստավորմանը մասնակցեցի, անցողիկ շեմա հաղթահարեցի եւ դրա շնորհիվ նաև մաթեմատիկա դասավանդվող մյուս առարկաների, իմ դեպքում մաթեմատիկայի դասաժամերի համար սկսեցի հավելավճարներ ստանալ, այսինքն օրենքը գործում է, թույլ է տալիս դասավանդող առարկաներից որևէ մեկով անցնել ատեստավորումը եւ ատեստավորման արդյունքը տարածվում է բոլոր դասավանդվող առարկաների վրա։ Այսինքն արձանագրենք, որ այս առումով անհավասարություն կա, այսինքն որոշ առարկաների ուղղությամբ ուսուցիչները ունեն առավելություններ, որոշ առարկաների նկատմամբ բավականին բարդ է այդ ատեստավորման փուլերը անցնել։ Հա, իրականում ամեն տարի թեստերի բարդությունը իրարից տարբերվում է, օրինակ նույն թվային գրագիտության մասով այն մարդիկ, ովքեր եւ անցած եւ նախանցած տարի մասնակցել են ատեստավորմանը, պնդում են, որ նախանցած տարի շատ ավելի հեշտ է եղել, քան անցած տարի։ Այսինքն նույնիսկ այդ տեսանկյունից մենք չունենք կանխատեսելիություն։ Եվ այդ անհավասարությունը կարծում եմ, որ փորձում են ինչ-որ մի ձև համահարտեսնել, բայց նաև տեսնում եմ իմ գոլեգաների, ընկերների, գործընկերների հետ շփումներում, որ այդքան էլ լավ չի ստացվում, գոնե հիմա։ Իսկ այդ մեթոդը գնահատման թեստավորումը ինչքանով է օբյեկտիվ։ Այսինքն մարդ կարող է իր կոպիտ ասած գործը չանի դպրոցում, երեխեքի ուսուցանման հաշվին պատրաստվի, գնա ստանա այդ ատեստացիան, բայց ինչքանով օբյեկտիվ, որ ինքը այդ ատեստավորման այդ գիտելիքները ծառայեցնելու է հանուն կրթության։ Ոնց է չափելիությունը, այս մեթոդը, այս մի մասով եւ թեստերի մյուս կտորը այն է, իմ կարծիքով պրոբլեմային թեստերի ձևաչափը։ Ես որոշ թեստերին ծանոթացել եմ ու բավականին խնդրահարույց բան եմ գտել, գիտես ինչ առումով, որ օրինակ հարցադրման ձևերը բավականին խճճող են։ Ասենք մի հարցում գրածա որն է այս տարբերակներից ճիշտը,
մի հարցում գրածա որն է այս տարբերակներից սխալը, ու այդ որն է ճիշտը, որն է սխալը, բավականին կարա շփոթացնի մարդուն, մանավանդ մարդը լարված վիճակում նստած քննություն է հանձնում։ Հա, այդ հələ դուք լավ դեպք եք ասում, կարող է միտեղ լինի որն է ճիշտը, որտեղ միտեղ լինի որը ճիշտ չէ։ Ճիշտ չէ, Ոչ թե սխալ, այլ ճիշտ է ու ճիշտ չէ։ Ու շատ ավելի խճճող։ Ինձ օրինակ ատեստավորումը հաղթահարելուն օգնել է, որ ես նախ քննություններ հանձնելու մեծ փորձ ունեմ, եւ հետո ինձ համար այդքան կենսական նշանակություն չուներ այդ ատեստավորման արդյունքը, ինչքան այն մարդկանց դեպքում, ովքեր որ իրենց ընտանիքի հիմնական եւ միակ եկամուտը այդ է, ու այդ ատեստավորման արդյունքից կախված է իրենք կարողանալու են շարունակել աշխատել դպրոցում, թե դուրս են մնալու դպրոցից, այսինքն զրկվելու են իրենց ընտանիքի միակ եկամուտի աղբյուրից։ Այդ էլ մյուս շատ մեծ խնդիրն է, որ մարդկանց դրված է այդ ստրեսային վիճակում։ Այո։ Ինձ թվում է պետք չի նման պայման դնել, որ եթե դու կտրվում ես, ուրեմն պիտի դուրս մնաս։ Պետք է մարդուն տալ հնարավորություն եւ բավականին շատ հնարավորություններ։ Իրականում, եթե անկեղծ լինենք, հիմա պետությունը տալիս է այդ հնարավորությունները, այսինքն ես կոնկրետ չգիտեմ մարդու, որ ատեստավորման ցածր արդյունքի պատճառով դուրս է մնացել դպրոցից, այնտեղ որոշակի շեմ կա, որ առաջի տարին չհաղթահարելու դեպքում երկրորդ տարում պետք է գոնե որոշակի թիվը չեմ հիշի այս բային առաջընթաց գրանցել, այսինքն պարտադիր չի հաղթահարել շեմը, պարտադիր է գրանցել առաջընթաց։ Այդ տեսանկյունից դրական եմ համարում այդ մասը, բայց ամեն դեպքում ստրեսային վիճակ է։ Իհարկե, եթե մենք պետություն ենք ու պետությունը ամբողջության մեջ ենք դիտարկում, եթե ինչ-որ բու տվել է ինձ դիպլոմ, որտեղ նշված է, որ ես X մասնակետն եմ, այդ ենթադրվում է, որ պետությունը եթե ստուգում է ինձ ու պարզում է, որ ես չունեմ համապատասխան գիտելիքները, ու դրա արդյունքում քայլեր չի ձեռնարկում պարզելու, թե բա ինչպես է ստացվել, որ ես ստացել եմ համապատասխան հավաստագիրը, որ ունեմ կոնկրետ որակավորում, այդտեղ խզված կառաջանում, այսինքն ստացվում է, որ պետությունը մի կողմից համարում է, որ բուհերում ամեն ինչ նորմալ է, բայց հետո մի հատ ստուգում է բուհերով անցած մարդկանց ու պարզվում է, որ այնքան էլ նորմալ չի, ու հետո պատժում է այդ մարդկանց, ոչ թե այն մարդկանց, ովքեր պատասխանատու էին, որ բուհերում ամեն ինչ նորմալ լինի։ Եվ նաև կարծում եմ, որ հենց այդ ձևաչափը օրինակ տարեց ուսուցիչների համար, ավելի փորձառու տարիքով ուսուցիչների համար ահագին բարդ է հենց այդ համակարգչի դիմաց հանձնել այդ թեստը եւ սահմանափակ ժամանակային պայմաններում մի խոսքով կարծում եմ, որ վերապատրաստումների ցանկը կարելի է ավելացնել, եթե օրինակ որակի վրա ենք ուշադրություն դարձնելու եւ նաև մարդկանց տրամադրել կամ սովորեցնել կամ չգիտեմ մարզել քննություն հանձնել ուղղակի սահմանափակ ժամանակում անել ինչ-որ աշխատանքներ։ Իսկ այլ մեթոդ, այսինքն այս թեստավորման մեթոդի օբյեկտիվության մասին չխոսացինք, ինչքանով է օբյեկտիվ եւ այլ ինչ տարբերակներ կարան լինեն, որ գնահատվի ուսուցիչը։ Տեսեք, թեստավորումը փաստացի ստուգում է միայն գիտելիքները եւ ստրեսակայունությունը կարող է ինչ-որ առումով եւ մենք այդտեղ ունենում ենք իրականում խնդիր, որ շատ հավանական է ու շատ դեպքերում տենց էլ հենց կա, որ ատեստավորում չանցած ուսուցիչը շատ ավելի որակյալ է դասավանդում, շատ ավելի օգտակար է սովորողների համար իր դասը, քան այն ուսուցիչների դեպքում, ովքեր ատեստավորված են։ Այդ դեպքում հարցը առաջանում, թե ինչքանով է օբյեկտիվ այդ գնահատումը։ Ես կարծում եմ, որ գիտելիքներ իհարկե պետք է ստուգել, բայց այդ միակ կոմպոնենտը չպետք է լինի։ Հանուն արդարության ասեմ, որ այս բային էլ միակը չի, նաև կա տարակարգի համակարգը, որը իրենից ենթադրում է հեղինակային դասապլանի կազմում, տեսագրվող դասեր, մի ամբողջ փաթեթ, որը իրենից ենթադրում է ահագին ջանք եւ ահագին թղթաբանություն, եւ այդ փաթեթի ներկայացման արդյունքում նախարարությունը տարակարգ է շնորհում ուսուցչին 5 տարով կարծեմ էլի, եւ այդ տարակարգը նույնպես իրենից ենթադրում է հավելյալ վարձատրություն։ Այսինքն ինչ որ առումով փորձ է արվել նաեւ այդ ամբողջությունը ապահովել, միայն գիտելիքներ ստուգելով չլինի հավելավճարի հնարավորությունը, բայց կարծում եմ, որ այդտեղ միևնույն է մենք օբյեկտիվության խնդիր ունենք, այսինքն եթե մենք ստուգում ենք
ուսուցչի տեսագրած դասը, մենք չգիտենք քանի դաս են իրենք աշակերտների հետ պարապել, պատրաստվել այդ դասին, որ այդ 10 րոպեն նկարահանեն իդեալական դաս, էլի օրինակ։ Իսկ ինչ ես կարծում աշակերտներին ստուգելը ուսուցչի համար պետք է ինչ որ հավելավճարի կամ ինչ որ իր ցենզի բարձրացման վրա ազդի։ Կարծում եմ, որ անպայման պետք է ազդի եւ տեղել գայս ենք մեր մյուս խնդրին, որ օրինակ 9-րդ դասարան ավարտող աշակերտները իրենց ավարտական քննությունները հանձնում են դպրոցի ներսում, այսինքն մենք խնդիր ունենք օբյեկտիվության։ Այն գնահատականները, որոնք որ մենք տեսնում ենք տարեկան այդ ատեստատների այդ սյունակներում, այդ գնահատականների օբյեկտիվությունը ստուգելու միակ մեխանիզմը քննությունները կենտրոնացված անցկացնելն է, նաև 9-րդ դասարանի ավարտական։ Եվ ինչու չի կարելի դիտարկել հնարավորությունը բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտների տվյալ առարկա դասավանդող ուսուցիչներին թեկուզ խրախուսական հավելավճար, պարգևավճար, հա, ոչ թե ամսական հավելավճար։ Կարծում եմ, որ այդ մեխանիզմը շատ ավելի գոնե կբերի դեպի արդարության, եթե մինչև վերջ չի տանի, գոնե ինչ-որ առումով քայլ է դեպի արդարությունը։ Լավ, այսինքն կարող ենք արձանագրել, որ այս ատեստավորման մեխանիզմը փորձարվում ներդրվի, բայց ինքը բավականին մեծ խնդիրներ ու բացեր ունի, որոնց վրա պետք է աշխատի նախարարությունը, կառավարությունը, եւ կարծում եմ, որ միջև այդ ամեն ինչի շտկումը գոնե այդ ստրեսային վիճակներ կարելի է պակասեցնել ու այն պարտադրանքները, որ այս պահին կան, որոնց միջոցով անցնում են ուսուցիչները, մի փոքր մեղմվեն։ Հա, իհարկե, եւ նաեւ ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնենք այն բանին, որ տեսեք, ատեստավորման ներդրումը դրական քայլ եմ համարում, նույնիսկ այս տեսքով էլի, ինչպես որ ինքը կա, բայց ճիշտ չեմ համարում այդ ատեստավորման հնարավորության փաստը անընդհատ երեսով տալը ուսուցիչներին։ Այսինքն մենք ինչ ենք անում, մենք ասում ենք, որ այտես դու եթե լավ ես տիրապետում քո առարկային, դու կարող ես ստանալ հավելավճար։ Արդեն խոսեցինք այն մասին, որ շատ դեպքերում այն ինչ դասավանդում է մարդը եւ այն ինչ քննություն հանձնելու է իրարից այնքան էլ մոտ չեն, բայց դեռ մի հատ ուրիշ հարց էլ առաջանում, որ օրինակ ունենք որակյալ մասնակետ, ով որ ունի հնարավորություն տաքսի քշելու, տաքսի վարելու եւ ունի հնարավորություն դպրոցում դասավանդելու։ Եթե մենք ունենք 4 անգամ կամ 5 անգամ եկամտի տարբերություն միջինում, ես չգիտեմ, մենք կարող ենք գտնել տենց խելամիտ մարդ, որ կընտրի դպրոցում դասավանդելը, եթե այդ մարդու եկամտից կախված է իր կյանքի որակը։ Այստեղ հատկապես տղամարդ ուսուցիչների հարցն խնդիրն է, չի առաջ գալիս։ Այդ ոնց ես գնահատում տղամարդ ուսուցիչների կարևորությունը ոլորտում ու ինչքանով է խրախուսվում դա։ Կարծում եմ, որ շատ կարևոր է, այս պահին 5%-ից քիչ են տղամարդ ուսուցիչները եւ այդ թիվը այս վերջի տարիներին կարծեմ մի փոքր աճման միտում ունի, ինչը շատ հաճելի է, բայց պետք է աշխատել հենց կոնկրետ որպես թիրախային խումբ տղամարդկանց վրա, որպեսզի իրանց բերել ուսումնական հաստատություններ, քանի որ օրինակ այն դեռահասության տարիներին աշակերտների մոտ 1000 ու մի հարցեր են առաջանում եւ շատ դեպքերում տղամարդ ուսուցիչը մի հայացքով կարող է հասկանալ, թե ինչ կոնֆլիկտ կարող է հասունանալ, եթե ինքը այս բանը չմիջամտի ու դրանով կանխվի ինչ-որ հարցեր։ Իսկ կին ուսուցիչների դեպքում հիմնականում ոնց որ սաստելու մեխանիզմն է գործում, բայց շատ քիչ դեպքերում է փորձարվում խնդրի էության մեջ խորանալ, հասկանալ, հատկապես եթե այդ ինչ-որ տղայական թեմաներ են, որոնց որ այդ ուսուցչուհին ընդհանրապես չի առնչվել կյանքում։ Բայց այդ միակ հարցը չի, կարծում եմ նաև մենք ընդհանրապես խնդիր ունենք տղամարդկանց ներգրավվածության կրթական ոլորտում։ Եվ այդ տղամարդկանց մեջ նաև այդ սովորողների հայրիկներն են, ովքեր համարում են, որ կրթությունը իրենց գործը չի, լավագույն դեպքում խրախուսում են ստացած բարձր գնահատականները, իսկ թե ոնց է իրենց երեխան զգում իրեն դպրոցում, ինչ խնդիրներ ունի,
ինչ հաջողություններ ունի այդ մասով, ոնց որ համարում են, որ իրենց գործը չի եւ դրանում համոզվելու համար ընդհանրապես ցանկացած ծնողական ժողովի կարելի է գնալ։ Ես ինքս որպես ուսուցիչ երբեմն ներկա եմ գտնվում տարբեր դասարանների ծնողական ժողովներին, դեռ տղամարդ ծնող չի հանդիպել։ Այսինքն տղամարդիկ ոչ միայն պիտի մտնեն դպրոց որպես մանկավարժ, այլ նաև մասնակցեն իրենց երեխաների կրթությանը։ Որպես ծնող պետք է մտնեն իրենց երեխաների կյանքի, եթե մի քիչ կոպիտ ձևակերպենք։ Այո, լավ, Հոսե ջան, վերադառնանք մի փոքր էլ ատեստավորման թեմայից խոսանք, ամփոփենք այս թեման, ինչ առումով վերապատրաստումների առումով դու մասնակցել ես վերապատրաստումներին, որքանով է էֆեկտիվ եւ այսինքն այն ինչ որ պետությունն է առաջարկում եւ այն ինչ որ կան անհատ կազմակերպություններ կամ անհատներ, որ առաջարկում են, ինչքանով է առնչվել, որակը, գինը, ուսուցիչները ինչքանով են հարմարվում այդ վիճակին ու կարողանում օգտվել դրանից։ Վերապատրաստման մի քանի տեսակներ կան, եւ նախ ատեստավորումը նաեւ ունի պարտադիր բաղադրիչ, այսինքն ուսուցիչները 5 տարին մեկ պարտավոր են անցնել պարտադիր ատեստավորում, եւ այն ուսուցիչները, ովքեր պետք է անցնեն տվյալ տարվա ընթացքում պարտադիր ատեստավորում, իրենք նաեւ վերապատրաստումների են մասնակցում։ Ես ճիշտն ասած դեռ չեմ մասնակցել եւ չեմ կարող արդյունավետությունը գնահատել, բայց որպես գործող ուսուցիչ մասնակցել եմ հենց իմ առարկայական վերապատրաստումների եւ եթե մեխանիզմը ճիշտ եմ պատկերացնում, ոչ թե պետությունն է անցկացնում այդ ատեստավորումը, այլ մրցույթներ են հայտարարվում ամեն առարկայի ու ամեն թեմայի մասով եւ տարբեր կազմակերպություններ մասնակցում են այդ մրցույթներին, տարբեր չափորոշիչներով ընտրվում են այն կազմակերպությունները, ովքեր պետք է անցկացնեն այդ վերապատրաստումները եւ արդյունքում մենք ահագին տարբեր որակական իրավիճակ ենք տեսնում։ Ես 3 վերապատրաստման եմ մասնակցել, որոնցից մեկի մասով կարող եմ հստակ ասել, որ ահագին օգտակար է եղել ինձ համար, իսկ մյուս երկուսի օգտակարությունը մի քիչ, չգիտեմ, կասկածելի է։ Ինչ տեսանկյունից երբեմն լինում է, որ վերապատրաստման դասը անցնում է նրանով, որ վերապատրաստողը կարդում է սայիկաշարի NH-ը, որը այդ պահին բացված է, չգիտեմ ոնց եք այդ պատկերացնում էլի, այսինքն 10 րոպե ունկնդիրները լսում են, հա, թե ոնց է դասընթացավարը կարդում մի բան, որը սենց տանենց տեսանելի էր եւ հետո դասի վերջում տրամադրվելու է ունկնդիրներին, էլի։ Չգիտեմ, կարծում եմ, որ այդ ուղղությամբ լիքը անելիք կա, անսահման անելիք կա, թե ինչը կարող է նպաստի, որ այդ ամեն ինչը ավելի արդյունավետ լինի, ճիշտն ասած չեմ խորացել, բայց հաստատ պետք է ինչ-որ մի բան անել, որտեղ այն ժամանակը, որ ուսուցիչները տրամադրում են այդ վերապատրաստումներին, շատ ցանկալի կլինի, որ այնքան գրավիչ լինի վերապատրաստումը, որ մարդիկ հերթ կանգնեն վերապատրաստումների համար, ոչ թե հակառակը։ Մենք հպանցիկ խոսացինք բարձրագույն կրթության մասին, բուհերի մասին, կուզեմ մասնավորապես անդրադառնանք մանկավարժական համալսարանին, չնայած դու չես առնչվել մանկավարժականի հետ, բայց մանկավարժականից եկած մասնագետների հետ առնչվել ես ու ինչ կարծիք ունես նախ մանկավարժականի տված որակի համար, ինչքանով է ինքը պատասխանատու, ինչքանով է ինչ փոփոխություններ ես տեսնում, որ կարելի է անել։ Հիմա նախարարությունը կարծեմ առաջարկում է մանկավարժականը միացնել համալսարանին, ինչ որ sense փոփոխություններ, ինչ կասես այս մասով։ Ճիշտն ասած, մանկավարժական համալսարանը ավարտած շատ քիչ մարդու հետ եմ առնչվել, քանի որ հենց դասավանդիր հանուն Հայաստանի կրթական ծրագրի շրջանակներում հիմնականում տարբեր բուհեր ավարտած մարդիկ են, ովքեր վերապրոֆիլավորվում են որպես ուսուցիչներ, բայց որպես կողքից նայող մարդ ինձ համար նախ ցավալի է, որ մանկավարժական համալսարանը դիտարկվում է որպես երկրորդային նշանակության բու, այսինքն շատ հաճախ լսում եմ, որ ինչ-որ մեկի մասին ասում են, որ չստացվեց ընդունվել X համալսարանը, գնաց մանկավարժական համալսարան։ Այդ իմ համար շատ ցավալի է։ Այս պահին, եթե չեմ սխալվում, խրախուսման համար կոնկրետ մասնագիտությունների մասով, հենց այդ ՊՏՃՄ ուղղվածության մասնագիտությունների մասով մանկավարժական համալսարանում
սովորողների համար նաև կրտաթոշակ է սահմանված նվազագույն աշխատավարձի չափով կամ մոտ ինչ-որ թիվ։ Այդ ինչ-որ առումով կարող է նպաստում է նրան, որ ավելի գրավիչ դառնա, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ մեր ընդհանուր բարձրագույն կրթության համակարգը այտենց շատ լուրջ վերանայման կարիք ունի եւ մասնավորապես պետք է շարունակել մտածել, թե ինչ մեխանիզմներ կարելի է ներդնել, որպեսզի հենց մանկավարժությունը ինքը իրենից որպես գրավիչ մասնագիտություն ընկալվի եւ մանկավարժական համալսարանում մենք ոչ թե ունենանք թափուր տեղեր, այլ մեծ մրցակցություն կնեցումներին, այո։ Կոնկուրս լինի, այսպես ասած։ Շատ լավ։ Խոսեցինք մի փոքր այդ բյուրոկրատական փաստաթղթաբանությունների մասին, այս մասով ինչ կասես, ինչքանով է սա խանգարում ուսուցչին եւ ինչքանով է դա անհրաժեշտ, այսինքն կա դրա անհրաժեշտությունը օբյեկտիվորեն, որ ուսուցիչը ժամանակ, ռեսուրսներ ծախսի դրա վրա, թե կարելի է կրճատել եւ ոնց փոխել այդ մասով համակարգը։ Իրականում դե մատյան լիքը բան արդեն էլեկտրոնային է դարձել, այդ թվում մատյանները եւ էլեկտրոնային մատյան լրացնելը կարծում եմ շատ ավելի արդյունավետ մեթոդ է, քան թղթային մատյանները, քանի որ էլեկտրոնային մատյանը կարելի է լրացնել տանը հանգիստ պայմաններում, եթե կա իհարկե տանը այդ հնարավորությունը համակարգիչ ունենալու տեսանկյունից կոնե, իսկ թղթային մատյանները, երբ որ ես դպրոցում էի սովորում, հիշում եմ, որ դասի սկզբում էր լրացվում, այսինքն դասը առանձնել 30 հոգանոց դասարանը 45 րոպե, այդ դասի առաջին 5 րոպեն անցնում էր մատյան լրացնելով։ Եվ այդ տեսանկյունից կարծում եմ այդ դրական փոփոխություն է, բայց ահագին դանդաղում է այդ process-ը, որ մնացած բոլոր ամբողջական թղթավարությունը արվի էլեկտրոնային եւ գոլեգաներից, ընկերներից լսել եմ, որ դպրոցներ կա, որտեղ նույնիսկ տենց ներքին կարգով պարտադրում են դեռ նաեւ թղթային մատյան ունենալ, ինչը абսուրդ է իրականում, բայց դա էլ ցույց է տալիս, որ վերահսկողություն որպես այդպեսին չկա, որպեսզի ավելորդ թղթավարության չդրտեն ուսուցիչներին։ Բայց այնտեղ նաև կան տարբեր հաշվետվություններ, որոնք էլի թղթային են լրացվում, թղթային են ներկայացվում։ Ես օրինակ այդ հաշվետվությունները հիմնականում համակարգչով հավաքում եմ, տպում եմ, ստորագրում, բայց մարդիկ կան, որ ձեռքով են այդ գրում ստիպված այդ տեսանկյունից նաև հնարավորություն չունեն համակարգիչ, էս էլ է խնդիրը։ Իրականում կուզեմ նաև նշել, որ այս պահին կոնկրետ մեր դպրոցում համակարգիչների խնդիր չկա, այսինքն ամեն մասնախումբը ունի իր նոթբուքը, որով կարող է այդ ամեն ինչը ինչ որ ունի անելու, այտենց չգիտեմ, պայմանավորվելով, հերթով այդ գործը անել, բայց այդտեղ էլ խնդիր է առաջանում, երբ որ չգիտեմ, միաժամանակ երկու հոգի գործ ունի անելու։ Հա, դե այդ էի ասում, որ մարդը պիտի անհատական համակարգիչ ունենալու հնարավորություն ունենա։ Այո, ու կարծում եմ, որ նույնիսկ, չգիտեմ, եթե պատկան մարմիններից էս կլսեն, կարող է նույնիսկ պետք է նվիրել ուսուցիչներին։ Այ շատ լավ կա։ Անհատական համակարգիչներ, գոնե պայմանով, որ 5 տարի օգտագործելու են անխափան։ Լավ, Հոսեփ ջան, կուզեմ նաև ձևի եւ բովանդակության մասին խոսանք, շատ բաներ ձևը գերակայում է բովանդակությանը, այսինքն չգիտեմ, ենթադրենք գեղեցիկ վերանորոգված դպրոց, կահավորված, լաբորատորիաներով, ամեն ինչով, բայց բովանդակությունը կաղում է, կամ չգիտեմ, հետաքրքիր քո ասած տեսանյութանկարված, բայց արդյունքը որն է մի քիչ կասկածելի է։ Մի խոսքով, այս մասով ինչ խնդիրներ կա դպրոցում ձևի եւ բովանդակության հետ կապված, որի մասին պետքա խոսալ ու աշխատել այդ ուղղությամբ շտկել այդ խնդիրները։ Ինձ թվում է հիմնական խնդիրը գալիս այնտեղից, թե ոնց են չափում արդյունավետությունը։ Օրինակ դպրոցի արդյունավետությունը ոնց են չափում։ Իմ ունեցած տեղեկություններով չափում են աշակերտների առաջադիմությամբ։ Իսկ ովքեր են որոշում աշակերտների առաջադիմությունը, դպրոցի դասավանդող ուսուցիչները։ Այսինքն մենք այդտեղ խնդիր ենք ունենում օբյեկտիվության։ Եվ ինչ է ստացվում, որ մենք կարող ենք թղթերով ունենալ
շատ բարձր առաջադիմություն, բայց այն երեխաները, ովքեր որ բարձր գնահատականներ ունեն տարբեր առարկաներից, իրենք ձախող են իրենց կրթության հաջորդ փուլում ձախող են կոնկրետ այդ առարկաների քննությունները։ Մենք մի հատ լուրջ խնդիր ունեցանք, երբ որ հարստական բանականության սերունդ ծրագիրը փորձում էր ներդրվել Ստեփանավանի ավագ դպրոցում, տարածաշրջանի աշակերտներից ընդամենը 2-ն էին առաջին փուլում ընդունելության քննության շեմը հաղթահարել մաթեմատիկայի եւ թվային գրագիտության։ Հետո լրացուցիչ քննություն անցկացվեց, որի արդյունքում ի վերջո ձևավորվեց այդ դասարանը, բայց ես գիտեմ 9-րդ դասարանը գերազանց ավարտած աշակերտ, ով անբավարար է ստացել իր անցած կուրսի հիման վրա կազմված թեստի քննությունից։ Այսինքն ստացվում է, որ գիտելիքը չի արժևորվում մեծամասամբ, սա 2 տարվա ընթացքում ոչ մի ծնող ինձ չի մոտեցել եւ չի կշտամբել նրա համար, որ ես լավ չեմ բացատրել ինչ-որ թեմա կամ որ իր երեխան չգիտի, չի անցել այս թեման։ Փոխարենը գնահատականների հետ կապված անընդհատ ինչ-որ թեմաներ են պատտվում եւ ես մեծամասամբ փորձում եմ աշակերտներին տալ երկրորդ հնարավորություն, երբեմն երրորդ հնարավորություն ուղղելու, ջանք ներդնելու եւ ի վերջո ստանալու իրենց անհրաժեշտ իրենց բաղձալի գնահատականը, բայց չեմ զլանում ամեն անգամ նաեւ բացատրելու եւ հիմնավորելու, որ այդ գնահատականը իրականում շատ ֆորմալ է ու մեծ հաշվով ձեր կյանքի վրա որևէ ազդեցություն չի թողնելու։ Եթե այդ ընդունելության քննության գնահատական չի, այլ ընթացիկ, չգիտեմ, 7-րդ դասարանում ստացած երկրորդ կիսամյակի առաջին գնահատական։ Եվ այդ տեսանկյունից շատ կուզենամ, որ նաեւ վերանայվի ընդհանրապես գնահատման համակարգը եւ ինչպես տարական դասարաններում արդեն չկան գնահատականներ, չնայած դա մի ուրիշ խնդիր է, որ չկան գնահատականներ, բայց կան բնութագրիչներ եւ ծնողներն էլ, մանկավարժներն էլ անկախ իրենցից ասոցացնում են տարբեր բնութագրիչներ տարբեր գնահատականների հետ ու էլի ոնց որ դե յուրե մենք չունենք գնահատման համակարգ տարական դասարաններում, բայց օրինակ ունենք առաջի դասարանում գերազանցիկների քանակ։ Այս առումով ինձ թվում է գնահատման մեթոդաբանությունը մի քիչ երկրորդային խնդիր է, առաջնային խնդիրը դրա նկատմամբ վերաբերմունքն է։ Այսինքն, եթե մենք հասարակության մեծ մասը գնահատականի նկատմամբ վերաբերմունքը փոխի, այսինքն գնահատականը ինչքան էլ որ կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է գիտելիքը։ Առաջնային չլինի, երբ որ դու առաջնային դարձ, երբ որ մենք բոլորս առաջնային դարձնենք գիտելիքը, այդ գնահատական մեթոդները զուտ տեխնիկական հարցեր են լուծելու։ Հա, համենայն դեմ, բայց եկեք չմոռանանք, որ շատ դեպքերում աշակերտը եկավ տուն, առաջի հարցը թե ինչ է ստացել, ոչ թե ինչ է սովորել։ Հա, դե հա։ Երբ որ մենք համոզենք ծնողներին, որ իրենք առաջինը հարցնեն թե ինչ նոր բան է սովորել, ու եթե օրինակ 3 անգամ տատիկը թորնիկին հարցնի, բա այսօր քիմիայից ինչ է սովորել, կարող է օրինակ թորնիկի մտքով անցնի, որ այն 4-րդ դասին ավելի ուշադիր լինի քիմիային, որ ի վերջո ինչ որ մի բան սովորած գատուն եւ տատիկին ուրախացնի, որ քիմիայից ինչ որ ֆորմուլա է սովորել։ Այսինքն այդ մեր իրականում շատ լուրջ խնդիր է եւ այդ խնդիրը մեր հասարակության խնդիրն է։ Եվ ուզում եմ մի հատ էլ հատուկ շեշտել, որ սովորողները տուժողներն են ամեն դեպքում այս պատմության մեջ, քանի որ իրենց վրա տանը ճնշում կա ստանալ բարձր գնահատական, դպրոցում ճնշում կա խելոք պահել իրան եւ լավ սովորել, իսկ թե ինչ է ուզում սովորողը, աշակերտը, ինչ խնդիրներ ունի, ինչ պահանջմունքներ ունի, ինչ թեմաներ կան իրեն անհանգստացնող, որոնց մասին կուզենար կիսվել ինչ-որ մեկի հետ, բայց այդ ինչ-որ մեկը չկա իր կյանքում, այդ մեծ հաշվով հասարակությանը չի հետաքրքրում։ Այսինքն մենք ամեն կողմից ճնշում ենք աշակերտներին առանց իրենց որպես անհատականություն ընկալելու։ Իսկ այդ խնդիրը քո կարծիքով որ օղակում պիտի լուծվի։
Կարծում եմ օղակների համագործակցությամբ պետք է այդ լուծվի իրականում եկեք ընդունենք, որ ուսուցիչները իրականում կախարդներ չեն եւ չեն կարող իրենք այտենց մի հայացքով կամ մի վրձնի հարվածով ինչ որ հրաշքներ գործել դրա համար կարծում եմ որ դենց շատ համակարգային աշխատանք է պետք եւ կարող է, չգիտեմ, 20 տարի պահանջվի այտենց տեսանելի դրական արդյունք ունենալու համար, բայց եթե մենք չսկսենք այսօր, մենք այդ արդյունքը 20 տարուց էլ չենք ունենա։ Այսինքն աշակերտների մոտիվացիան դեպի սովորելը, գիտելիք ստանալը եւ այդ միջավայրում ինտեգրվելը, ինքնահաստատվելը, այդ ամեն ինչի համար ուսուցիչները ոչ միայն ուսուցիչներն են պատասխանատու, այլ նաեւ ծնողները, բայց ունենք այն ինչ ունենք, այսինքն շատ ծնողներ չունեն այդ հմտությունները, իրենք էլ են անցել ինչ որ ճանապարհ եւ շատ դեպքերում չի ձևավորվել իրենց մոտ այդ հմտությունները ու միշտ ամեն ինչը զբաղվում է դպրոցի վրա, դպրոցում էլ ուսուցիչները այնքան խնդիրների առաջ են կանգնած, սկսած աշխատավարձերից, իրենց սոցիալական խնդիրներից, մինչև իրենց առօրյա կազմակերպչական հարցերը, որ դրան թերթ չի հասնում, այստեղ ամենամեծ բացն է իմ կարծիքով, որտեղ հենց տուժում է աշակերտը, սովորողը։ Այսինքն մի շարք խնդիրներ պետք է լուծվեն, թվում է թե անուղղակի սրա հետ կապ չունեցող խնդիրներ պիտի լուծվեն, որ այս դաշտը, այն խնդիրների լուծման արդյունքում այս դաշտը սկսի կարգավորվել։ Այստեղ մի խնդրի էլ նաև կուզենամ անդրադառնանք, շատ է խոսվում դպրոցներում թմրամիջոցների տարածման ակտիվացման մասին, ինչ կասես այս մասով։ Այդ մասով ուրախությամբ կարող եմ նշել, որ իմ դասավանդած դպրոցներում որևէ դեպք կամ կասկած չի եղել նման բանի, նման վատ արատավոր երևույթի եւ կարծում եմ, որ հիմնական պատճառը կամ չգիտեմ առիթը թեխի տենց դեպք չի եղել, այն է, որ ինչքան հեռու Երևանից, այդքան անհասանելի իրականում այդ ամեն ինչը, չնայած այս վերջերս Արաքածոտնի մարզում կարծում ինչ որ դեպքեր եղել, բայց ամեն դեպքում համարում եմ, որ այդ լրջագույն խնդիր է եւ կարծում եմ, որ չգիտեմ, մի ամբողջ թիմ երևի ներքին գործերի նախարարության թիմ իր բանը գործը թողած պետք է օրը 24 ժամ պայքարի այդ արատավոր երևույթների դեմ եւ եթե նույնիսկ դրա համար պետք է շատ կտրուկ միջոցների դիմել, եթե պետք է, չգիտեմ, ինչ պետք է արվի այդ առումով, քանի որ երբ որ մենք գործ ունենք դեռահասների թմրանյութ օգտագործելու հետ, այդ որևէ ձև չի կարելի արդարացնել պետությանը, որ չի կարողանում վերահասկել։ Պետք է վերահասկի։ Եթե չի հասցնում, պետք է մնացած բոլոր գործերը թողնի եւ դրանով զբաղվի։ Ես կարծում եմ, որ մեր երեխաները արժանի են առողջ մեծանալու եւ մենք մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք եւ այդ տեսանկյունից նաեւ շատ կարևոր եմ համարում իրազեկման ակցիաները, բայց նաև համարում եմ, որ իրանք բավարար չափով չեն եւ դժվար է պնդել, որ Հայաստանում ցանկացած դեռահաս գիտակցում է թմրանյութի վնասները եւ գիտակցում է, որ նույնիսկ մեկ անգամ փորձելը կարող է կործանարար ազդեցություն ունենալ։ Երեխաների եւս մեկ խնդրին կուզեմ անդրադառնանք, դա ինտերնետն է, ինտերնետ, սոցցանցեր, խաղեր, այս առումով ինչ ես տեսնում, ինչ խնդիրներ կա ու ինչ լուծումներ ես տեսնում։ Այն սերունդը, ում հետ ես հիմա աշխատում եմ, հիմնականում 2010-ականներին ծնված երեխեք են եւ նկատել եմ, որ այդ գյուտ չեմ անի, եթե ասեմ, որ իրենց համար շատ ավելի դժվար է ուշադրությունը կենտրոնացնել, քան մեր սերնդի համար է եղել եւ այստեղ մի հատ ուսուցչի համար մեծ խնդիր է առաջանում աշակերտին թեմայի մեջ պահելու։ Աշակերտներ, ովքեր որ 2 տարեկանից մեծացել են ռիլեր թերթելով, դժվար է այդ աշակերտին մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի մի հատ բարդ մաթեմատիկական խնդիր, որի լուծումը հասկանալու համար
պետքա 15 րոպե անըտ մեջ ջանքներ դնել, հա։ Այդ տեսանկյունից կարծում եմ, որ հիմա շատ մարտահրավերային է ուսուցիչների համար, քանի որ ուսուցիչների թշնամիները կամ հակառակորդները միլիարդավոր դոլարներ մարքեթինգային բյուջե ունեցող հավելվածներն են եւ հաղթել այդ հավելվածներին գրեթե անհնար է։ Այդ տեսանկյունից կարծում եմ, որ շատ կարևոր է նախ փոխել մոտեցումները ընդհանրապես դասավանդման, փորձել ավելի խաղայնացնել ամեն ինչ, քանի որ այս տարի աշակերտները խաղի միջոցով ավելի հեշտ են ընկալում եւ իրենց ավելի հասկանալի է, ընկալելի է իրենց համար խաղը, քան թե սովորելու process-ը։ Այդտեղ էլ մի հատ ուրիշ խնդրի ենք գալիս։ Ես օրինակ մեծ հաճույքով օր ու գիշեր նստած հետաքրքիր խաղեր կհորինեի ու հետաքրքիր դասեր կպլանավորեի, եթե դպրոցում իմ վաստակած գումարը հերիք էր իմ ընտանիքի կարիքները հոգալուն։ Բայց մենք ունենք խնդիր, որ ուսուցիչները, որպեսզի հատկապես տղամարդ ուսուցիչները ստիպված են շատ անգամ լրացուցիչ աշխատանքներ անել դպրոցից դուրս, որպեսզի կարողանան հասցնել հոգալ իրենց ընտանիքի ծախսերը։ Այդ տեսանկյունից կարծում եմ, որ եթե մենք ունենանք ուսուցիչ, ով օրինակ մաթեմատիկայի դասավանդում ընդամենը 2 դասարանում շաբաթական 10 ժամ զբաղվածություն ունի, այսինքն կես դրույք զբաղվածություն ունի, ամեն կերպ իրան վերահսկում ենք, ամեն ինչով իրեն աջակցում ենք եւ միակ պայմանը այն է, որ պետք է շատ բարձր արդյունավետության հասնել, ոչ թե բարձր գնահատականներ ունենալ, այլ անկախ մարմինների կողմից կազմակերպված քննությունների արդյունքում այդ երկու դասարանի աշակերտները շահեկանորեն տարբերվեն մյուս բոլորից։ Կարծում եմ, որ ես կարող էի լինել այն ուսուցիչը, ով երկու դասարանի հետ աշխատելով 2-3 տարվա ընթացքում կունենար փայլուն արդյունք հենց այդ խաղայնացման միջոցով եւ նախագծային ուսուցման միջոցով, այսինքն ոչ թե մենք աշակերտին ասենք գնա եւ լուծիր այս խնդիրը, այլ իրան առաջարկենք ինչ-որ մի բան, որի արդյունքում ինքը կսովորի, արհեստական բանականություն կօգտագործի, ինչ-որ բաներ ստիպված կկարդա, որ հասկանա թե խնդրի դեպքում կամ թերության դեպքում ոնց պետք է այդ լուծել եւ արդյունքում կունենա այն խնդրի լուծումը, որի սկզբանե իրան տրված էր, բայց ոչ թե մեխանիկորեն արհեստական բանականությունից արտագրած լուծում, այլ լուծում, որը ինքը վաստակել է։ Արհեստական բանականությունից խոսեցինք, հիմա մեծ թռիչքով զարգանում է եւ բոլոր ոլորտներ ներմուծվում է, կարծում եմ այդ թվում կրթության ոլորտը մեծ փոփոխությունների կենթարկվի, քո կարծիքով արհեստական բանականության գործիքները ինչքանով կփոխարինեն ուսուցչին, որ մասով կփոխարինեն ու այդ դեպքում ուսուցչի դերը արդեն ինչ է դառնալու։ Լավ ուսուցչին շատ դժվար է իրականում փոխարինել, իսկ վատ ուսուցիչներին հիմա էլ եթե մեծ ցանկություն ունենանք կարելի է փոխարինել արհեստական բանականությամբ, բայց այդ լավն ու վատն են էլի աղաքին հարաբերական։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ անդունդ չառաջանա ուսուցչի եւ սովորողի մեջ։ Իսկ երբ ուսուցիչը արհեստական բանականության միջոցով գեներացնում է խնդիրը, իսկ աշակերտը արհեստական բանականության միջոցով լուծում է այդ խնդիրը, հետո ուսուցիչը արհեստական բանականության միջոցով ստուգում է այդ խնդիրը ու գնահատում, մենք ոչ թե ունենում ենք ուսուցիչ-սովորող հարաբերություն, այլ ունենում ենք ինչ-որ արհեստական բանականություն հարաբերություն, որտեղ ընդհանրապես կորում է ուսուցչի դերը եւ ընդհանրապես կորում է դպրոցի դերը կամ ցանկացած ուսումնական հաստատության դերը։ Այդ տեսանկյունից կարծում եմ, որ շատ կարևոր է նախ հնարավորինս շուտ եւ հնարավորինս լավ զինել ուսուցիչներին արհեստական բանականությունը ճիշտ կիրառելու գործիքները ի նպաստ օգտագործել սովորելու ընդհանուր կարողանակությունները զարգացնելուն եւ
երբ մենք ունենանք գրագետ արհեստական բանականությունը գրագետ օգտագործող ուսուցիչներ, մենք ոչ թե կունենանք աշակերտներ, ովքեր փորձում են արտագրել արհեստական բանականության միջոցով եւ գնահատական փոխել, այլ մենք կունենանք աշակերտներ, ովքեր որ կարող են իրենց ուսուցչին դիմել մի հարցով, թե ինչպես արհեստական բանականության միջոցով այսինչ բան անել, որը ես տանը փորձեցի չստացվեց։ Այսինքն, եթե մենք որպես թշնամի վերաբերվենք արհեստական բանականությանը, ուշ թե շուտ ինքը կհաղթի մեզ, բայց եթե որպես գործիք եւ որպես հավելյալ միջոց օգտագործենք, կարծում եմ, որ կարող է շատ դրական ազդեցություն ունենալ։ Այստեղ շատ առաջնային է դառնում էլի հենց գիտելիքը արժևորելու հարցը։ Եթե աշակերտից եթե ակնկալվում է միայն բարձր գնահատական, արհեստական բանականության միջոցով թեստային առաջադրանքը լուծելը լրիվ բավարար է։ Իսկ եթե մեզ պետք է գիտելիքը արժևորող աշակերտը կարող է այն ինչ որ ինքը պետք է ներկայացնի, սովորի, որպես ընկեր օգտագործի արհեստական բանականությունը, որպես մենթոր, որպես ուսուցանող։ Շատ դեպքերում, երբ ես աշակերտներին ցույց եմ տալիս, որ արհեստական բանականությունը հատուկ մոդ ունի, որը որ նախատեսված է սովորելու համար, նայում եմ իրենց հայացքներին, նախ չեմ ոգևորվում դրանից եւ հետո չգիտեն դրա մասին։ Այսինքն իրենց համար արհեստական բանականությունը զուտ, չգիտեմ, զրույց ընկեր է եւ քննություններին կամ թեստային ամփոփիչ առաջադրանքներին բարձր ստանալու միջոց։ Այստեղ նաեւ առաջնայինա դառնալու կարծում եմ մարդկային փոխհարաբերությունները, սոցիալականացումը, ուսուցչի դերը այդ առումով։ Այսինքն եթե գիտելիքը շատ կարևոր է ինչ որտեղ, բայց այս գործիքների ավելացման միջոցով ինչ որտեղ երկրորդ պլան է գնում, կտրուկ առաջ է գալիս այդ մարդկային հարաբերությունների սոցիալականացման ճիշտ ձևերի կառուցման խնդիրը։ Քննություններից խոսացինք, ես այս հարցը նախատեսել էի անցանք վրայով, ինչ կասես քննությունների մասին, այդ թեստերի որակների մասին, ինչքանով է ճիշտ գնահատվում 4 դասամ եւ 9-րդ դասամվա քննություններով ավարտական։ Ինչ ունենք այս մասով։ 4 դասարանի մասով ճիշտ ասած չունեմ ինֆորմացիա։ Միայն կարող եմ նշել, որ ինքը ոչ թե ավարտական քննություն է հիմա համարվում, այլ արտաքին ստուգում, բայց բովանդակային առումով ճիշտ ասած չեմ առնչվել, չգիտեմ ինչ է փոխվել։ 9-րդ դասարանի հենց կոնկրետ մաթեմատիկայի մասով կարող եմ ասել, որ իմ կարծիքով ավարտական թեստը կարող էր ավելի պարզ լինել։ Այսինքն, եթե մենք դա անցալում ենք ոչ թե որպես ավարտական քննություն, այլ քանի որ Հայաստանում 12-ամյա է կրթությունը, պարտադիր կրթությունը, այսինքն ընդամենը կրթության մի փուլը ավարտող եւ մյուս փուլ մտնող սովորողի քննությունը է այդ, ու կարծում եմ, որ ինքը կարող էր այնքան բարդ չլինել, ինչքան բարդ է, այսինքն մենք ոչ թե ստուգեինք տենց շատ խորը գիտելիքներ, այլ օրինակ տարբեր բաժիններից միջին բարդության կամ պարզ բարդության խնդիրների հասկանալու լուծելու կարողությունը։ Կարծում եմ, որ այդ լրացուցիչ վստահություն կտար սովորողներին, երբ որ իրենք տեսնեին, որ այն 7-րդ դասարանում անցած այս թեորեմը, որ մի քիչ հիշում էին, մի քիչ էլ պատկերացրեցին, տրամաբանորեն դուրս բերեցին, իրենց օգնեց այս խնդիրը լուծել։ Ոչ թե իրենք փորձեն, չարչարվեն ու չստացվի էլի։ Քանի որ կներեք, քանի որ այնտեղ պետք էր կիրառել այս թեորեմը, հետո հիշել, որ sense մի հատ հատկություն կար, հետո կիրառել մի հատ երրորդ թեորեմ եւ ի վերջո ստանալ խնդրի ճիշտ պատասխանը։ Ես 4 դասարանի թեստերի հետ եմ առնչվել, տղաս 4 դասարանը ավարտեց, քննություն հանձնեցին, կարծում եմ էլի բավականին բարդ էր 4 դասարանի համար, ու բացի այն, որ բարդ էր, թեստի կառուցվածքը իմ համար մի քիչ անհասկանալի էր այն առումով, որ թեստը գիտելիք չէր ստուգում, ինչ որ մեխանիկական գործողություններ, եթե
դու ճիշտ սովորացնես այդ մեխանիկական գործողությունները երեխային, ինքը կարող փայլուն այդ տեստը հանձնի, բայց դա գիտելիքի ստուգում չի։ Կարծում եմ այս բովանդակային մասով մեծ տեղ կա աշխատելու։ Հա, ես կուզենայի մի հատ անդրադառնալ նաև այս հարցին, որ ես ճիշտ ասած, տենց իմ շոկերից մեկը դպրոցում նաև այն է եղել, որ 5-րդ դասարանցիները, ում հետ ես խմբակ էի անցկացնում, իրենց համար խնդիրը լսել եւ հասկանալը խնդիր էր։ Հələ կարդալը չէ, լսելը։ Այսինքն ես կարդում եմ խնդիրը, կեսից իրանք ինչ-որ պատասխաններ են ասում, երբ որ ես հələ չեմ ասել պահանջը։ Հետո հասանք այնտեղ, որ արդեն լսում են խնդիրը, հետո են պատասխաններ ասում, բայց ինչ են անում, էլի մեխանիկորեն խնդրի մեջ առկա թվերը փորձում են իրար գումարել, հանել, բազում պատկել, բաժանել ու ստանալ ինչ-որ արդյունք։ Ու տեղ գալիս ենք այն իրավիճակին, երբ որ եթե խնդրի մեջ եղած թվերը լուծման հետ ուղիղ կապ չունեն, մասնավոր օրինակի վրա ասեմ, եթե օրինակ գերանը 3 տեղից կիսում ենք, գերանը 3 մասի չի բաժանվում, այլ 4 մասի է բաժանվում։ Ու այդ մասը չպատկերացնելով, ուղղակի անհնար է, որ իրենք լուծեն այդ խնդիրը, քանի որ իրենք իրենց լուծման տարբեր մեթոդների մեջ 3 թիվն են օգտագործում։ Այսինքն մենք էլի կենտրոնացման խնդիր է։ Հա, համ կենտրոնացման խնդիր է, համ մեխանիկորեն խնդիրները լուծելու տարական դասարաններում։ Այսինքն ես sense եմ պատկերացնում, որ այդ խնդիրը գալիս է այնտեղից, որ տարական դասարաններում ուսուցիչը կարդում է խնդիրը, մանրամասն բացատրում է խնդիրը, այտենց ծամում դնում է բերանները, ժողովրդական լեզվով ասած, ու իրանց մնում է ընդամենը այս երկու թիվը կամ իրար գումարել կամ հանել։ Ու հասնում են 5-րդ դասարան, չունենալով ֆունկցիոնալ գրագիտություն մեծամասամբ, այսինքն չկարողանալով հասկանալ, էլ չեմ ասում վերլուծել կարդացած կամ լսած տեքստը։ Եվ արդյունքում մենք ունենում ենք իրավիճակ, երբ որ նույնիսկ 7-րդ, 8-րդ դասարանում վարժ կարդալը շատ աշակերտների համար խնդիր է։ Իսկ կարդացածը հասկանալը ավելի շատ աշակերտների համար խնդիր, իսկ վերլուծելը թե ինչ հենց նոր կարդացին, հատուկ են աշակերտների մոտ լավ ստացվում։ Հովսեփ ջան, շատ է խոսվում աշակերտների քանակի խնդրի մասին, որ շատ է դասարանները հագեցված։ Հիմա 3 թե առաջի օրը կարդացի, որ նախարարությունը նոր որոշում է ընդունել, որ 2027-ի սեպտեմբերից լինելու է 26 սահմանափակում, այսինքն 26 աշակերտ եւ անհնարինության դեպքում մինչեւ 30 կարող է աճել։ Այս մասով ինչ կասես, որն է քո կարծիքով ամենաօպտիմալ քանակը դասարանների, ու արդյոք եթե շատ կրճատենք դասարանների թվի, աշակերտների թվի քանակը, ունենք այդ բազան, ուսուցչական այդ բազան, որ կարող ենք լրացնել, դասարանները ավտոմատ կավելանան, ուսուցիչները պետք է ավելանան։ Իրականում ուսուցիչների բազա չունենք ու ենթադրում եմ, որ այդ որոշումը 26 թվից դեպի 27 թիվ տեղափոխելը նաև այդ պատճառով է եղել, որ այս պահին գոնե չունենք բազա։ Իսկ ինչ վերաբերում է օպտիմալ թվին, ես դասավանդում եմ 5-ից մինչև մոտ 30 աշակերտ ունեցող տարբեր դասարաններում եւ իմ անձնական փորձով կարող եմ ասել, որ 10-ից մինչև 18, մինչև 20 օպտիմալ քանակ է, դրանից քիչը մի քիչ բարդացնում է, չգիտեմ, թիմային աշխատանքները, օրինակ եթե դասարանում 5 աշակերտ են, թիմային աշխատանք, որպես այդպեսին, չգիտեմ, մրցակցային ինչ-որ խաղ դժվար է կազմակերպել, եւ նաեւ երբ որ 20-ից ավել են աշակերտները, հատկապես խոսքը վերաբերում է 5-րդ, 6-րդ դասարանցիներին, ովքեր տենց շատ գերակտիվ երեխեք են, իրանց հետ շատ հաճելի է աշխատելը, բայց մի դասաժամ 28 հոգանոց 5-րդ դասարանում շատ ավելի սպառում է ուսուցչին,
քան, չգիտեմ, 3 դասաժամ 15 հոգանոց ավելի բարձր դասարանցիների հետ դասանելը։ Այդ տեսանկյունից կարծում եմ, որ ցանկալի կլինի, որ այդ 26 անհնարինության դեպքում 30-ը այդ փաստացի հնարավորություն է տալիս 30 հոգանոց դասարաններ ունենալ։ Այսինքն ինչն ենք մենք բարեփոխում, էլի, այդ թիվը 34-եր գոնե մինչև 20 պիտի իջնի, հա, 34-ը հիշելով, հա։ Մեծ հաշվով իմ փորձից կարող եմ ասել, որ դասարանում լինի 30 կամ 34 աշակերտ, մեծ հաշվով դրանից բան չի փոխվի։ Այդ ոնց որ արդեն անդառնալի կետից բարձր է, էլի երկու թիվն էլ։ Հա, հա։ Հովսեփ ջան, մեկ էլ քանի որ դու մարզի դպրոցների հետ ես առնչվում, նաև գիտեմ, որ ոչ միայն Ստեփանավանի, այլ նաև Ստեփանավանից հարակից գյուղերի ու այն որոշման մասին, որ քիչ աշակերտ ունեցող դպրոցները փակվում են, նախարարության ձևակերպմամբ օպտիմալացվում են, սրա մասին ինչ կասես։ Ճիշտն ասած, դեռ հույս ունեմ, որ այդ որոշումը կչեղարկվի կամ գոնե կհետաձգվի, քանի որ նման օրինակ համայնքներում ապրող գործընկերներիս հետ շփումներն էլ են փաստում, որ այդ դպրոցների օպտիմալացումը կամ փակումը կործանարար հետևանքներ է ունենալու այդ գյուղերի համար։ Տեսեք, տարիներ առաջ արդեն համայնքների խոշորացումով գյուղապետարանները դարձան ֆիկտիվ շենքեր, իսկ փաստացի ոնց որ համայնքների ինչ որ թղթաբանական հարցով կամ, չգիտեմ, պետության հետ առնչվելու համար գյուղացին պետքա գնա մոտակա քաղաք կամ մոտակա ավելի խոշոր գյուղ, որը որ իրենց կենտրոնն է, իրենց խոշորացված համայնքի, եւ շատ դեպքերում նույնիսկ փոստային բաժանմունք չկա շատ փոքր գյուղերում, այսինքն որպես այդպեսին պետության հետ միակ շփումը, պետական միակ հիմնարկը գյուղում դպրոցն է։ Ու ինչ ենք անում մենք, երբ որ փակում ենք այդ վերջին, հա, պետության հետ ոնց որ խզում է առաջանում։ Այսինքն գյուղացին, հա, ինքը ուզում է պետության հետ շփվի։ Հիմա օրինակ գնում է եւ բողոքում է դպրոցի տնօրենին, որ այս ինչ վիճակ է, երեխեքը, չգիտեմ, սաղորը գորգռում են կամ չգիտեմ, ինչ որ մի ուրիշ բան։ Իսկ ուր է գնալու այդ նույն գյուղացին։ Այդ շատ տրիվիալ ինչ որ բան եմ ասում, բայց տեսեք, շատ դեպքերում այդ փոքր գյուղերում ամենամեծ գործատուն հենց դպրոցն է։ Այսինքն գյուղի բնակիչներից եթե 30-ն են ինչ որ տեղ գրանցված աշխատում, այդ 30-ից 25-ը դպրոցում են աշխատում։ Երբ որ մենք անունը դնում ենք, որ հանուն աշակերտների բարօրության կամ չգիտեմ կրթության որակի բարելավման, եկեք ձեր դպրոցի շենքը թող տենց դատարկ մնա, դուք եկեք երկու գյուղես կողմ ձեզ որակյալ կրթություն կապահովենք, մենք հաշվի չենք առնում այն, որ այդ աշակերտներին իրենց գյուղից կտրելով մենք ոչ թե լուծում ենք իրենց կրթության հարցը, այլ իրենց ծնողներին, ովքեր գործազուրկ դարձան այդ որոշման արդյունքում, մենք դրդում ենք տեղափոխվել մարզկենտրոն կամ որ ավելի վատ մայրաքաղաք, ավելի վատ են տեսանկյունից, որ կարծում եմ, որ կենտրոնացումը, Երևանում ամեն ինչի կենտրոնացումը, այդ ոնց որ երկարաժամկետ կտրվածքով կործանարար է։ Եվ ինչա տեղի ունենում արդյունքում, մենք փակում ենք գյուղի դպրոցը, այն մարդիկ, ում եկամտի աղբյուրը դպրոցն էր, իրենց ընտանիքների հետ միասին լքում են գյուղը, իսկ այդ ընտանիքների մեջ էին նաև այն երեխեքը, ովքեր այդ գյուղի դպրոցում էին սովորում։ Միգուցե 1, 2 կամ 5 աշակերտ ունեցող դպրոցների մասով այս որոշումը պետք է արդարացված։ Հա, արդարացված է, բայց ինչ է նշանակում 90 աշակերտ եւ 25 ուսուցիչ եւ աշխատակից ունեցող դպրոցը օպտիմալացնել եւ տեղափոխել, չգիտեմ, 3 գյուղ հեռու գտնվող համայնք։ Այդ տեսանկյունից կարծում եմ, որ եթե մեր նպատակը որպես պետություն որակյալ կրթություն սովորողներին ապահովելն է, ինչ խնդիր ենք մենք լուծում այս դպրոցը փակելով եւ մյուս դպրոց տեղափոխելով աշակերտներին։ Մեծ հաշվով ոչ մի խնդիր չենք լուծում ինչ տեսանկյունից։ Տեսեք,
հիմնականում նույն առարկաների մասով խնդիր կա եւ ուսուցիչների մասովի նկատի ունեմ եւ արդյունքում ստացվում է, որ մենք երբ որ երկու դպրոց փակում ենք եւ այդ աշակերտներին այն երրորդ դպրոց ենք տեղափոխում, այդ երկու դպրոցների ոչ տնօրենները կարան աշխատանքով ապահովեն այս երրորդ դպրոցում, ոչ վարչական աշխատողները, ոչ հայոց լեզվի, գրականության, անգլերենի, ռուսերենի մասնագետները, քանի որ այդ մյուս դպրոցում նույնպես կան այդ մասնագետները, իսկ ինչ չեն ունենա այդ աշակերտները, չեն ունենա որակյալ քիմիայի ուսուցիչ, որտեղ այդ 3 դպրոցում էլ չկար որակյալ քիմիայի ուսուցիչ, այսինքն այդ 3 դպրոցը մենք միացրեցինք իրար, բայց մեկը չկա այն մարդը, ում մենք համոզելու էինք տանեինք այդ համայնքում դասավանդելու։ Այսինքն մենք եթե կադրերի խնդիրը չենք լուծում տենց, կամ եթե մենք համարում ենք, որ այն հարյուրավոր թափուր հաստիկները, որ կան հիմա դպրոցներում, դպրոցները փակելով լուծվելու է այդ թափուր հաստիկների հարցը, չի լուծվելու։ Մենք փաստացի ունենալու ենք ավելի շատ գործազուրկներ այն առարկաների ուսուցանողներից, որոնք որ թափուր հաստիկներ համարյա չկան, եւ ունենալու ենք էլի թափուր հաստիկներ այն առարկաների մասով, որոնցով հիմա կան թափուր հաստիկներ։ Լավ, Հովսեփ ջան, մենք ասացինք կանդրադառնանք ուսուցիչների հեղինակության խնդրին, մի քիչ ավելի մանրամասն խոսենք։ Իհարկե հեղինակության համար մեծ նշանակություն ունի աշխատավարձը, այսինքն ցանկացած մասնագիտության դառնում է հարկի, եթե տվյալ մասնագիտության տերը աշխատում է բավականին բարձր աշխատավարձ։ Այդ աշխատավարձի հարցը հասկացանք, նպաստելու է հեղինակության բարձրացմանը, այլ ինչն է, որ նպաստելու է ուսուցչի հեղինակության բարձրացմանը։ Տեսեք, կարծում եմ, որ ուսուցչի հեղինակությունը կբարձրանա նաև այն բանի շնորհիվ, որ շատ ավելի այն, որ սկզբում խոսում ենք մյուս ոլորտներից որակյալ կադրեր ներգրավեն որպես ուսուցիչներ։ Իսկ դրա համար կարծում եմ, որ շատ կարևոր է ոչ միայն հենց ուղիղ վարձատրությանը ուշադրություն դարձնել, այլ նաև տարբեր առավելություններին, որ կարելի է տալ ուսուցիչներին։ Օրինակ առաջնահերթություն ինչ-որ հարցերում կամ, չգիտեմ, զեղչ ինչ-որ հարցերում։ Օրինակ, չգիտեմ, պետական սուբսիդավորում սպառողական վարկի համար ոչ ամբողջությամբ, հիպոթեկային վարկի համար առավել եւս եւ նման օրինակ առավելություններ եթե տրվեն, այդ ոնց որ այլ ավելի ուսուցչի մասնագիտությունը կդարձնի գրավիչ, այլ ավելի որակյալ մարդիկ կհայտնվեն այդ ոլորտում եւ հենց իրենք իրենց օրինակով, իրենց ապրած կյանքով, չգիտեմ, իրենց սկզբունքներով, չգիտեմ, կնպաստեն, որպեսզի ուսուցչի նկատմամբ ընկալումները փոխվեն։ Այսինքն ես շատ ցավոտ բան եմ հիմա ասելու, բայց տեսեք, մենք այս հիմնանորոգվող եւ նոր կառուցվող դպրոցներում հենց ներս են մտնում աշակերտները, տեսնում են մեծ սիրուն ամբիկ, վրան գրած լավ սովորիր, որ լավ ապրես։ Հետո պատկերացնենք աշակերտի տեսանկյունից այդ կարդաց այդ նախադասությունը, հետո մտածում ով էր իմ շրջապատում լավ սովորած, Անգեր Խաչատրյանը։ Ոնց, Անգեր Խաչատրյանը, բա 10 տարի է նույն վերարկու է գալիս դասի, կոշիկների տակը ծակվել է, մեքենա չունի, դա հա լավ ապրել է։ Կարող է ինձ խաբում են ու ավելի լավ է ես ված սովորեմ, որ լավ ապրեմ, լավ բիզնեսմեն դառնամ եւ այլն։ Այսինքն, երբ որ մենք ունենք ուսուցիչներ, ովքեր օրինակելի կերպարներ են, օրինակելի ոչ թե բարոյականության տեսանկյունից, այլ օրինակելի, որ աշակերտի երազած կյանքով են կարող ապրում ուսուցիչները, այդ կարող է ավելի նպաստի, որպեսզի ուսուցչի հեղինակությունը բարձրանա։ Հիմա ինձ շատ հաճախ ես նախ փորձում եմ դասարանում լինել մի քիչ ոչ ֆորմալ ուսուցիչ, այսինքն մեկ թույլ եմ տալիս աշակերտներին, որ ինչ-որ սահմաններ հատեն ու իրար հետ շփվենք որպես հավասարը հավասարի պես, կամ դասից դուրս ինչ-որ հարցեր քննարկենք, այդ շատ հաճախ է լինում ի դեպ։ Ու արդյունքում ստացվում է, որ ինձ թեկուզ անձնական բնույթի հարցեր տալով, որոնց ես իհարկե
որոշ չափով եմ պատասխանում, որպեսզի այդ ամեն ինչը տենց շատ չլղոզվի այդ սահմանները, բայց ամեն դեպքում մեկ էլ պարզվում է, որ ուսուցիչը ոչ թե հնարավորություն չունի լավ մեքենա քշելու, այլ այդ այնքան էլ կարևոր չի իր համար։ Իր համար կարևոր է, որ մեքենան որպես փոխադրամիջոց իր անելիքը լավ անի։ Ու մեկ էլ այդտեղ արդեն արժե համակարգային խնդիր է առաջանում, որ հələ մի րոպե կարող է, քանի որ այս մարդը հեղինակություն է իմ համար, իսկ ինքը մտածում է, որ կարելի է, չգիտեմ, հագնել էժան կոշիկներ, բայց գնալ հանգստանալու ու վարկեր չունենալ, կարող է դա ճիշտ կյանքը։ Այսինքն նաև արժեքների մասին է այդ ամեն ինչ։ Իհարկե, մեծամասամբ հենց արժեքների մասին, այսինքն որպես օրինագելի կերպար, արդյոք հիմա ուսուցիչը օրինագելի կերպար է որպես ընկալվում։ Ինչքան էլ որ լավն են մեր ուսուցիչները, նվիրյալ են, բայց արդյոք աշակերտները փորձում են իրենց նմանվել։ Արդյոք կուզենային աշակերտները լինել այդ ուսուցչի փոխարեն։ Այդ հարցերը ռետորական հարցերը ոնց որ ցույց են տալիս, թե ինչու ուսուցչի կերպարը ինչքան էլ որ հատկապես մարզերում շարունակում է լինել հարգված մասնագիտություն այն տեսանկյունից, որ երևի պակաս պահանջատեր են ծնողները, ավելի այտենց նուրբ են մոտենում, չգիտեմ, հարգում են Դե ավելի փոքր համայնքներում բոլորին ճանաչում են արդեն։ Դե ինձ օրինակ, չգիտեմ, ի սկզբանե ես շատ հարազատ եմ ընկալվել Ստեփանավանում, ինձ երբեք չեմ զգացել որպես հյուր, այնտեղ 10 օր ապրելուց հետո արդեն տպավորություններ, որ ամբողջ կյանքս այնտեղ եմ ապրել, ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել այդ լորվա հյուրընկալության համար, բայց ամեն դեպքում լսել եմ, որ երևանյան դպրոցներում այդ հարցը շատ ավելի սուր է դրված, այսինքն ծնողները կարող են վիրավորել ուսուցիչներին, մեղադրել, չգիտեմ, աշխարհի բոլոր հանցանքներում, իրենց երեխայի անհաջողության միակ պատասխանատու կարգել եւ այլն եւ այլն։ Բայց մենք ունենք հանրակրթության մասին օրենք, որտեղ շատ սիրուն սևով սպիտակի վրա գրված է, որ երեխայի կրթության համար պատասխանատու է ծնողը եւ ոչ երբեք ուսուցիչը։ Այդ ուզում եմ, որ ծնողները նաև կարդան այդ օրենքը եւ հետեւություններ անեն, քանի որ երբ չես զգում քո պատասխանատվությունը եւ միայն որպես պահանջատեր ես մոտենում հարցերին, միշտ կարելի է գտնել մեղավորներ։ Իսկ եթե մեր նպատակը ոչ թե մեղավորներ գտնելն է, այլ փորձել դրական փոփոխություններ անելը, այդտեղ արդեն գալիս է սեփական պատասխանատվությունը գիտակցելու եւ գործելու ժամանակը։ Այո, ծնողներով նույնպես անելիքներ ունենք։ Իսկ դու ինչ պլաններ ունես հետագայում, մնալու ես դպրոցում, թե ինչ ես որոշել։ Ես Ստեփանավան տեղափոխվել եմ Երևանում 22 տարի ապրելուց հետո, ընտանիքիս հետ միասին, եւ ես համարում եմ, որ իմ հեռավոր աշխատանքը ինձ հնարավորություն է տալիս Ստեփանավանում ապրելու շռայլությունը վայելելու եւ այդ նույն աշխատանքը նաեւ ինձ հնարավորություն է տալիս այդ շռայլությունը վայելելու դպրոցում աշխատելու։ Ես շատ կուզենայի, որ մարզում ապրելը որպես շռայլություն չդիտվեր, իհարկե այդ մի քիչ էլ փոխաբերական իմաստով է, այսինքն մարզերում լինեին հնարավորություններ արժանավայել վաստակելու եւ հենց մասնավորապես նաեւ հանրակրթության ոլորտում, ինչու ոչ։ Իմ պլանները հետեւյալն են, քանի դեռ ես կարող եմ ինձ թույլ տալ դպրոցում աշխատելու շռայլությունը, չգիտեմ ինչքան զբաղվածությամբ, բայց կշարունակեմ անպայման դպրոցում աշխատել, քանի որ ինչքան էլ ինձ համար զարմանալի բացահայտում էր, ինձ դուր է գալիս երեխաների հետ աշխատելը, ինձ դուր է գալիս երեխաների հետ շփվելը, ինձ դուր է գալիս իրենց համար բացահայտումներ անելը, իրենց զարմացած աչքերը տեսնելը եւ ինձ դուր է գալիս երեխաներից սովորելը։ Եվ ինձ համար երեխաների հետ շփումը այդ հաճելին օգտակարի հետ համատեղել կարելի է բնութագրել։ Հույս ունեմ, որ կկարողանամ դեռ երկար տարիներ, եթե ոչ հանրակրթության ոլորտում, ապա կրթության ոլորտում իմ ներդրումն ունենալու եւ նպաստելու նրան, որ մենք վաղը ունենանք
ավելի լավ Հայաստան, քան այսօր ունենք։ Եվ մեր ավանդական վերջին հարցը, ինչպիսի երկիր է երազում, կառուցում Հովսեփ Խաչատրյանը։ Հայ, բարդ է իրականում 1-2 նախադասությամբ ասել։ Ես լիքը բառեր այնքան են արժեզրկվել, որ նույնիսկ դժվարանում եմ նրանց բառեր ընտրել, որոնք որ դեռ արժեզրկված չեն։ Ես երազում եմ ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ անվտանգությունը չի դիտվի որպես շռայլություն։ Ես ուզում եմ ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ մարդիկ չեն վախենա անարդարությունից իրենց նկատմամբ, այսինքն կունենանք շատ լավ կայացած դատաիրավական համակարգ, կունենանք սոցիալական աջակցության այնպիսի համակարգ, որ Հայաստանում չեն լինի աղքատության շեմից ավելի ցածր եկամուտ ունեցող ընտանիքներ, եւ կուզենամ, որ Հայաստանը պաշտպանելը, չգիտեմ, պատիվ համարվի, ոչ թե պարտականություն, եւ կուզենամ նաեւ, որ Հայաստանը այնքան գրավիչ լինի, որ այն մեր հայրենակիցներից գոնե 10%-ը այն մարդկանց, ովքեր որ հանգամանքների բերումով գուցե սերունդներ առաջ օտար ափերում են գտել իրենց հանգրվանը, ի վերջո հասկանան, գիտակցեն, վերադառնան Հայաստան, իսկ այն մարդիկ, ովքեր էլի ինչ-ինչ հանգամանքներից ելնելով մարզերից տեղափոխվել են Երևան, շփվեն մարզերում ապրող, առավել եւս մարզեր վերադարձող մարդկանց հետ, տեսնեն, զգան, վայելեն այն ամեն ինչը, ինչ հնարավորություններ որ տալիս են մեր մարզերը, ու մենք ի վերջո ունենանք ապակենտրոնացված համայնքներ, որտեղ որ մենք չենք ունենա խնդիր սահմանամերձ բնակավայրերում դպրոց փակելու, չենք ունենա խնդիր աշխատանք չգտնելու պատճառով հարազատ գյուղը կամ քաղաքը լքելու։ Այսքանը երևի։ Շատ լավ երազանք Հովսեփ ջան, շատ շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Կհանդիպենք Լուսար podcast-ում։ Եթե այս զրույցը կարևոր էր քեզ համար, աջակցիր Լուսար podcast-ին։ Լուսար podcast-ը ստեղծում է կամավորական մեծ ջանքերով եւ ցանկացած աջակցություն կարևոր է մեզ համար։ Աջակցել կարող ես բաժանորդագրվելով, կիսվելով, տարածելով, ինչպես նաև նվիրատվությամբ։ Նվիրատվությունները կուղղվեն խմբագրական աշխատանքներին, տեխնիկական վերազինմանը եւ ընդհանուր նկարահանմանը։ Աջակցել կարող ես Ռեարմենիա հարթակում, Բարձունք.am կայքում եւ այն հաշմեհամարով, որը դրված է նկարագրության մեջ։ Կարող ես միանալ նաև քո մասնագիտական փորձառությամբ, որի հղումը եւս դրված է նկարագրության մեջ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արդեն աջակցում են Լուսար podcast-ին։